Վատիկանի Սիքստինյան կապելայում մեկնարկել է նոր Հռոմի Պապի ընտրության կոնկլավը։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը։ Առաքելական պալատի Պողոսյան մատուռից 133 կարդինալ ընտրողներից բաղկացած թափորը ուղղվեց դեպի Սիքստինյան մատուռ, որտեղ տեղի կունենա նոր Պապի ընտրությունը։ Կարդինալների մատուռը պարունակում է սեղանների եւ աթոռների մի քանի շարքեր։ Veni Creator Spiritus հիմնի երգեցողությամբ եկեղեցու իշխանները երթում տվեցին եւ մասնավորապես երթվեցին գաղտնի պահել կոնկլավում տեղի ունեցածը։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ մտադիր է առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում այցելել Ուկրաինա։ Ես իսկապես պլանավորել եմ այցելել Ուկրաինա առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։ Մենք այժմ աշխատում ենք այս այցի անցկացման ուղղությամբ։ Մենք ցանկանում ենք Եվրամիության կողմից նշանակալի ներդրում ունենալ առաջիկա շաբաթաբերդից հետո այնտեղ երկարատև հրադադար ապահովելու, ապա Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու համար։ Մինչև Ռուսաստանի հետ մշտական հրադադարի եւ նման համաձայնագրի կնքումը մենք չենք կարող որևէ տեղեկատվություն տրամադրել Ուկրաինային տրամադրվող անվտանգության երաշխիքների շրջանակի մասին, քանի որ պարզապես դեռ չգիտենք պայմանները, ասել է Մերցը Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Ֆինլանդիայում Ռուսաստանի հետ սահմանի մոտ մայիսի 12-ից 16-ը կանցկացվեն ցամաքային զորավարժություններ, որոնց կմասնակցի 1300 զինծառայող եւ 280 միավոր տեխնիկա, հայտնում են Ֆինլանդիայի ցամաքային ուժերը։ Զինված ուժերի Կայնու ու Մեծո 1 կոտորակ 25 բրիգադի զորաբաժանումների զորավարժությունները տեղի կունենան Կոհմույում մայիսի 12-ից 16-ը, ասվում է հայտարարության մեջ։ Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, զորավարժություններին կմասնակցեն կապի, լոգիստիկայի, հետևակային եւ ինժեներական ստորաբաժանումների, հյուսիսային Կարելիայի սահմանապահ ջոկատների մոտ 1300 զինծառայող, ինչպես նաեւ մոտ 280 միավոր տեխնիկա։ Հնդկաստանը մայիսի 7-ին հրթիռային հարվածներ է հասցրել Պակիստանին եւ Պակիստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրին, արձագանքելով հնդկական Քաշմիրում ուխտավորների վրա կատարված հարձակմանը, որի հետևանքով զոհվել էր 26 մարդ։ Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգը հայտարարել է, որ հարվածները եղել են ճշգրիտ եւ միայն ահաբեկչական թիրախների դեմ։ Գործողությունը ստացել է օպերացիա Սինդուր անվանումը, հայտնել է Reuters-ը։ Պակիստանը հայտնել է, որ հարվածները հասցվել է նաեւ քաղաքացիական թիրախներին, այդ թվում մզկիթին, եւ հայտարարվել է առնվազն 26 խաղաղ բնակչի զոհվելու մասին։ Պակիստանի բանակը հայտարարել է, որ խոցել է Հնդկաստանի 5 ռազմական ինքնաթիռ, ինչը Նյու Դելհին հերքել է։ Երկու կողմերում էլ զուգահեռ արձանագրվել է ծանր հետակոծություն վերահսկողության գծի երկայնքով։ Զոհեր կան նաեւ Հնդկաստանի Քաշմիրում, առնվազն 15 քաղաքացի, 43 վիրավոր։ Միջազգային հանրությունը, ներառյալ ՄԱԿ-ը, Միացյալ Նահանգները, Չինաստանը եւ Մեծ Բրիտանիան զսպվածության կոչ են արել։ Վերջին գործողությունները համարվում են ամենամեծ հարվածները 2019-ից հետո, ինչն աճող էսկալացիայի վտանգ է առաջացնում։ Երեքը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազգային ժողովում էր, ԱԺ կառավարություն հարցուպատասխանը բուրն է անցել, երկրի ղեկավարը ամբիոնից սպառնալիքներ է հնչեցրել։ Որ մամուլի հոդվածներով գնայինք, հիմա ձեզ կախաղաններ էինք անել եւ Հայաստանից արտաքսել էինք ընդհանրապես։ Այսինքն մամուլի, բայց ձեր մասին ինչ են գրում մամուլի հոդվածներ։ Դուք ընդհանրապես ինչ եք ասած, ձեր մասին գրում եք, որ դուք օտարերկրյա շպիոններ եք։ Ինչ գործ ունեք դուք ես դահլիճում ընդհանրապես նստած։ Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ, սաղիթ պետք է տանեմ լսեմ ԱԱՑ-ի պատվալը, որ մամուլի Առաջինը դու պետք է գնաս ու դու կգնաս։ Հերիքա մամուլի բան անես։ Մամուլը ձեր մասին ինչա գրում։ Ապա անդրադառնալով ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների կողմից իր հասցեին արված հայտարարություններին եւ մեղադրանքներին ասել է, որ պատրաստ է հանդիպել եւ քննարկում ունենալ նրանց հետ։ Դե բան ունեք խոսալու, եկեք գնանք խոսանք։ Ինչի մասին եք ուզում խոսանք։ Ուզում եք Ղարաբաղի բանակցությունների մասին խոսանք, ուզում եք պատերազմը հետաձգել չհետաձգելու մասին խոսանք, ինչի մասին եք ուզում խոսանք։ Եկեք գնանք խոսանք։ Այսինքն այդ մարդը ես ինչքան պետք է հիմա գամ ասեմ, ինչքան պետք է գնան թաքուն ստեղ այնտեղ էս պատի տակ, ծառի տակ, այն անկյունում, ինչքան մութ, ինչքան հնարավոր է մութ անկյունում նստեն խոսան։ Բան ունեն խոսալու։ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան։ Բան ունեք ասելու։ Ասում եմ, գնանք ուղիղ եթերում կանգնենք խոսանք։
Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանին անակնկալ կերպով փորձում են ազատել պաշտոնից։ Նրա փոխարեն ըստ տեղեկությունների ցանկանում են նշանակել Երևանի ԿՊ խմբակցության ավականու անդամ Տաթև Հովակիմյանին։ Ինչպես նշել է թատրոնի դերասանական կազմը, իշխանությունը փորձում է նաև մշակույթն ու թատրոնը հպատակեցնել իրենց, այդ ոլորտում նշանակելով դարձյալ ԿՊԱ-ականների։ Էմին Թորոսյանի խոսքով թատրոնում առկա են ֆինանսական խնդիրներ, որի լուծումը քաղաքապետարանի տիրույթում է, սակայն այնտեղից ստացած պատասխանը անտրամաբանական է համարում։ Առողջ բան եմ առաջարկում։ Եկեք աշխատավարձերը բարձրացնենք, ինչի մասին մինչ այդ հայտարարվել էր 30% շուրջ։ Գոնե որ մարդկանց կարողանանք ասենք, այո, կարողանանք ներկայացնել, որ ունենք խնդիր, այսինքն բարձրացվել է, կխաղանք, հետո աշխատավարձ կտրվի։ Ինձ պատասխանում է, որ չէ, դե թող խաղանք, գումարը կհավաքեք, կտրամադրեք։ Ասում եմ, այսպես չի լինում։ Մարդուն որ աշխատացնում են, ոնց որ հաց չտան, ասեն հաց մի կեր աշխատի, հալա որ լավ աշխատես, հաց կտանք, մի բաժակ էլ ջուր կտանք, բայց դու աշխատի։ Եղբայրը նախ դու ապահովի հացով, ջրով, նոր մարդուն ասա արի աշխատի։ Վերջը դա չաշխատեց մեր քննարկումները, հետո դա տևեց շուրջ 1 ամիս գրություններով։ Քննարկումը դրանից հետո եղավ ուղիղ իմ գրությունը մշակույթի եւ туриզմի վարչության պետին, հետո պարբերաբար Երևանի քաղաքապետին, որով խնդրվում էր իմ կողմից, խնդրում էի, որ հանդիպում լինի, քննարկենք, որտեղ անիրատեսական էր, անտրամաբանական էր։ Եվրոպական խորհրդարանը մայիսի 7-ի լիագումար նիստի ընթացքում քվեարկության է դրել եւ հաստատել Թուրքիայի վերաբերյալ զեկույցը, որում անդրադարձ կա նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում Թուրքիայի հնարավոր դերակատարմանը։ Զեկույցին կողմ է քվեարկել 267 դեմ 74 ձեռնպահ 188 պատգամավոր։ Զեկույցով Եվրոպական խորհրդարանը աջակցում է Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը, կոչ անելով Թուրքիային արագացնել Թուրքիայի եւ Հայաստանի կառավարությունների հատուկ ներկայացուցիչների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, ինչպիսիք են օդային տարածքի եւ սահմանի բացումը երրորդ երկրների քաղաքացիների դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար։ Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանը վերսկսել է չվերթների ընդունումն ու սպասարկումը հերթական ընդմիջումից հետո, հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտյոմ Կորենյակոն։ Նրա խոսքով ձեռնարկության համար սահմանափակումները վերացվել են ժամը 21-ին։ Մինչ այդ օդանավակայանը մի քանի անգամ գիշերը դադարեցրել է գործունեությունը քաղաքացիական ինքնաթիռների անվտանգությունն ապահովելու համար։ Սահմանափակումներ էին մտցվել նաև Մոսկվայի այլ օդանավակայաններում։ Հաղթանակի օրվա նախօրեին ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումները Ռուսաստանի շրջանների վրա Կիևի արդարացի քայլն է։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Արդար է, որ այժմ Ռուսաստանի օդային տարածքը նույնպես անհանգիստ է, ասել է նա։ Նախորդին ՌԴՊ-ն հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում շրջանների վրա ոչնչացվել է Ուկրաինայի զինված ուժերի 524 ավիացիոն տիպի անօդաչու թռչող սարք։ Բացի այդ, ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են 5 հեռահար Նեպտուն կառավարվող հրթիռներ, ոչնչացրել են հիմարս բազմաթիվ հրթիռային համակարգի 2 արկ եւ JDAM կառավարվող 6 ռումբ։ Կրեմլը հայտարարել է, Կիևն այս հարձակումներով ցույց է տալիս ահաբեկչական գործողությունների իր հակվածությունը։ Սիքստինյան կապելայի տանիքի ծխնելույզից սև ծուխ է դուրս եկել, ինչը վկայում է, որ կարդինալները չեն կարողացել նոր պապ ընտրել կոնկլավի առաջին օրը։ 267-րդ պապի ընտրության կոնկլավը սկսվել է Վատիկանի Սիքստինյան կապելայում չորեքշաբթի մայիսի 7-ին տեղական ժամանակով 16:30-ին։ Քվեարկությանը մասնակցող կարդինալները երթվել են խոստանալով պահպանել եկեղեցական կանոնադրությունը եւ կատարել Սուրբ Պետրոսի հաջորդի ծառայությունը նրա ընտրությունից հետո, ինչպես նաև ամենախիստ գաղտնիության մեջ պահել Սիքստինյան կապելայում տեղի ունեցող ամեն ինչ։ Էքստրա օմնես կոչից հետո կոնկլավի պաշտոնյաները, որոնք չէին մասնակցելու քվեարկությանը, լքել են Սիքստինյան կապելան, որից հետո հայրապետական պաշտամունքի գրասենյակի ղեկավար արքեպիսկոպոս Դիեգո Ռավելին փակել է դռները։ Մինչև կոնկլավի սկսվելը վերջին ընդհանուր ժողովի ժամանակ կանոնական նորմերի համաձայն ոչնչացվել են հանգուցյալ Ֆրանցիսկոս պապի ձկնորսի մատանին եւ կապարե կնիքը։ Միացյալ Նահանգները թույլ է տալիս Իրանին զարգացնել խաղաղ միջուկային էներգիա, բայց չի ընդունում ծրագրեր, որոնք կարող են օգտագործել միջուկային զենք ստեղծելու համար, չորեքշաբթի օրը հայտարարել է փոխնախագահ Վենսը։
Մեզ համար միևնույն է, ինչ որ մեկը ցանկանում է զարգացնել միջուկային էներգիան, թե ոչ, մենք դեմ չենք դրան, բայց դուք չեք կարող ունենալ ուրանի հարստացման ծրագիր, որը թույլ կտա ձեզ ստանալ միջուկային զենք։ Ահա թե որտեղ ենք մենք սահմանը դնում, ասաց նա ելույթ ունենալով Վաշինգտոնում Մյունխենի անվտանգության համաժողովի կազմակերպած քննարկման ժամանակ։ Վեսը նշեց, որ Սպիտակ տունը պատրաստ է բանակցությունների, բայց չի մտադրվում զիջումների գնալ չտարածման հարցերում։ Հայտարարությունը հնչում է նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելք կատարելիք առաջիկայցի սպասումների ֆոնին, որտեղ ինչպես սպասվում է Իրանը կլինի հիմնական թեման։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է օգնել Հնդկաստանի եւ Պակիստանի ղեկավարությանը հաղթահարելու երկու երկրների միջև լարվածության ներկայիս փուլը, որը ուղեկցվում է ռազմական ուժի կիրառմամբ։ Ամերիկացի առաջնորդը սա հաստատել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։ Ես ուզում եմ, որ նրանք դադարեն։ Հուսով եմ, նրանք հիմա կկարողանան դադարել։ Նրանք միմյանց դեմ են եղել եւ հուսով եմ հիմա կկարողանան դադարել, ասել է Թրամփը մեկնաբանելով Նյու Դելհիի եւ Իսլամաբադի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացումը։ Եվ եթե ես կարողանամ ինչ-որ բան անել օգնելու համար, ես այնտեղ կլինեմ, հավելել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը առանց մանրամասնելու իր խոսքերը։ Պակիստանի վրա Հնդկաստանի հարձակումների հետևանքով զոհվել է 31 մարդ, եւս 57 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է Պակիստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Շարիֆ Չուդրին։ Այս ամենի խորապատկերին Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհակ Դարաբ դատապարտել է Հնդկաստանի գործողությունները եւ հայտարարել, որ Իսլամաբադը վճռական քայլեր կձեռնարկի Նյու Դելհիի կողմից հետագա ագրեսիայի դեպքում։ Դրա խոսքով Հնդկաստանը 24 հրթիռային հարված է հասցրել Պակիստանի 6 թիրախների ուղղությամբ։ Միևնույն ժամանակ ֆրանսիական հետախուզության բարձրաստիճան պաշտոնյան CNN-ին հաստատել է, որ հնդկական ռազմաօդային ուժերի պատկանող առնվազն 1 Ռաֆալե կորզանիչ խոցվել է Պակիստանի կողմից։ Սա առաջին դեպքն է, երբ ֆրանսիական ժամանակակից ռազմական ինքնաթիռ է խոցվել մարտի դաշտում։ Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Պակիստանը հայտարարել էր, որ խոցել է հնդկական ռազմաօդային ուժերի 5 կորզանիչներ, այդ թվում 3 Ռաֆալեներ, ի պատասխան հնդկական հարվածների։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է, Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնականի տարածած տեղեկատվության Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը չի մասնակցելու մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք միջոցառումներին։ Սա կարծում եմ վերջին մոտ կես տարվա ընթացքում տարբեր միջադեպերով կանոնավորապես վատթարացող ռուս-ադրբեջանական հարաբերությունների տրամաբանական շարունակությունն է, որի հանգուցալուծումն առայժմ տեսանելի չէ։ Մոսկվա նախապես ծրագրված այցից հրաժարվել է, սակայն ըստ էության նաև անհարգալից վերաբերմունքի դրսևորում է ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ, որը մայիսի 9-ի միջոցառումների գլխավոր հյուրընկալն է։ Այս հանգամանքը չի կարող հետևանքներ չունենալ Բաքվի բարբարոսական ռեժիմի համար, որը երևակայելով թե Արցախի խնդիրն իբր վերջականապես լուծված է, իսկ իր իշխանությունը հարատև օրստորել ավելի հանդուկն ու լկտի է դառնում։ Ուզբեկստանի նախագահ Շաքվատ Միրզիյոևը մայիսի 8-ից 9 աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, մասնակցելու հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին, հայտնում է Ուզբեկստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը այս տարվա մայիսի 8-ից 9 աշխատանքային այցով կայցելի Մոսկվա քաղաք, ասվում է հաղորդագրության մեջ։ Այցի ծրագրի համաձայն Միրզիյոևը կմասնակցի հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի արդիվ կազմակերպվող հանդիսավոր միջոցառումներին, ինչպես նաև կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ, հավելել են մամուլի ծառայությունում։ Տյումենի հայերի միության նախագահ Աբրահամ Հովեյանը ուղերձ է հղել հաղթանակի օրվա արդիվ։ Մայիսի 9-ը հատուկ օր է մեծ հաղթանակի եւ ԽՍՀՄ ժողովուրդների հերոսական սխրանքի օրը։ Այո, սա մեր ընդհանուր սուրբ տոնն է։ Ի վերջո հայրենական մեծ պատերազմում հաղթանակը դարձավ խորհրդային ժողովրդի անհավատալի քաջության, աննկուն կամքի եւ հոգեվոր մեծության խորհրդանիշը։ Դժվար է պատկերացնել, թե ինչ դժվարությունների միջով են անցել մեր նախնիները հանուն ընդհանուր հաղթանակի, որը միավորել է խորհրդային միության տարբեր ժողովուրդներին։ Չնայած այն հանգամանքին, որ հաղթանակը թանկ արժեցավ խորհրդային միության համար, խորհրդային զինվորը կարողացավ կորուստների, դժվարությունների եւ սովի մեջ պահպանել եւ կրել իր ազգային բնավորության լավագույն գծերը։ Դրանով ցուցաբերելով ընկերակցության եւ բարեկամության բարձր զգացում խորհրդային միության բոլոր ժողովուրդների ներկայացուցիչների հետ։
Սա եւս մեկ անգամ ապացուցեց այն պարզ ճշմարտությունը, որ ժողովուրդն անպարտելի է, եթե միասնական է։ 2023 թվականին Դյումենում բացվեց ռուս-հայկական բարեկամության այգին, որը կրում է Խորհրդային Միության կրկնակի հերոս մարշալ Իվան Խրիստոֆորովիչ Բաղրամյանի անունը։ Հուշարձանի հանդիսավոր բացման օրը Դյումենի հայկական մշակութային կենտրոնի գործունեության շրջանակներում գործող Նաիրի պարային համույթի սաները կրկնեցին իրենց նախապապերի Քոչարի հաղթական պարը։ Այդ օրը պատվավոր հյուրերի թվում էր նաև հայրենական մեծ պատերազմի վետերան Հայաստանից Դյումեն եկած 99-ամյա Ներսես Օգանեսովիչ Սիմոնյանը։ Թող հաղթանակը եւ դրա հիշատակը միշտ մեզ հետ լինեն, մեր սրտերում բարի ձեռնարկումներ, մշտական հոգատարություն, ավագ սերնդի նկատմամբ եւ աշխատանքում ի բարօրություն հայրենիքի։ Շնորհավորում եմ բոլորիս հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ, ասված է ուղերձում։ День Победы! Պակիստանի զինված ուժերը իրավասու են հնդկական ագրեսիային պատասխան տալու համար։ Այս մասին հայտնել է երկրի անվտանգության խորհուրդը փոխանցում է 10-ը։ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն Պակիստանն իրեն իրավունք է վերապահում ցանկացած պահի, վայրում եւ ցանկացած միջոցի պատասխան տալ իր ինքնիշխանության կոպտագույն ոտնահարմանը, ասվում է Պակիստանի ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստի արդյունքներով հայտարարության մեջ։ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը ծրագրում է երկրի պաշտպանության տարեկան ծախսերը հասցնել ավելի քան 60 միլիարդ եվրոյի։ Հայտնում է Reuters-ը հղում անելով սեփական աղբյուրներին։ Պիստորիուսը ցանկանում է զգալիորեն մեծացնել երկրի պաշտպանության տարեկան բյուջեն, ասվում է գործակալության հրապարակման մեջ։ Մարտին Ֆրիդրիխ Մերցը, ով նախորդին նշանակվել է Գերմանիայի կանցլեր, հայտարարեց, որ համաձայնության է եկել կանաչների կուսակցության հետ կառավարության փոխառությունների ավելացման հարցում։ Նա նշել է, որ ստացված միջոցները կուղղվեն պաշտպանական բյուջեի եւ ենթակառուցվածքային ծրագրերի ֆինանսավորմանը։ Ավելի ուշ Գերմանիայի խորհրդարանը Բունդեսթագ հավանություն է տվել բարեփոխմանը 736 падգամավորներից 513-ը կողմ է քվեարկել փոփոխությունների։ Քվեարկության արդյունքներն արտացոլում են հիմնական առաջնահերթությունների անվտանգության եւ զարգացման շուրջ կոնսենսուսը, ասել է Բունդեսթագի նախագահ Բարբել Բասը։ Կորեայի ժողովրդական դեմոկրատական հանրապետության ղեկավար Կիմ Չեն Ըն այցելել է հանրապետության առաջատար ռազմական ձեռնարկություններ։ Այս մասին հայտում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ Կիմ Չեն Ընը ստուգել է Կեղևի գործարանի տարբեր վայրեր, որտեղ ծանոթացել է արտադրության առաջընթացին եւ արտադրողականության բարձրացման եւ արդիականացման կարգավիճակի։ Հաղորդում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ Այս ձեռնարկությունում, ինչպես նշվում է, պարկուճների արտադրության ծավալը վերջին շրջանում միջին տարեկան ցուցանիշի համեմատ աճել է 4 անգամ։ Նշվում է, որ ռազմական արտադրության մեջ բարձր արդյունքներ են ձեռք բերվել տեխնիկայի արդիականացման շնորհիվ։ Կիմ Չեն Ընը նաև պահանջել է, որ Կորեայի ժողովրդական դեմոկրատական հանրապետության բանակը համալրվի նորագույն զրահատեխնիկայով։ Պատրիոտ հակաօդային պաշտպանության նոր համակարգերի փոխանցումը Ուկրաինային չի փոխի Ռուսաստանի հետ հակամարտության ընթացքը։ Այս մասին գրում է Unheard բրիտանական հրատարակությունը։ Ուկրաինային լրացուցիչ Պատրիոտ համակարգեր ուղարկելու որոշումը անօգուտ է եւ ռիսկային։ Ուկրաինական տարածքում մեկ այլ SAM համակարգը չի կարողանում արմատապես փոխել ռազմական գործողությունների ընթացքը, ասվում է հրապարակման մեջ։ Հոդվածում նշվում է նաեւ, որ Պատրիոտ հրթիռների պակասը զգալիորեն կնվազեցնի համակարգի արդյունավետությունը։ Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների լայնածավալ փոխանակում են իրականացրել։ Սա 5-րդ փոխանակումն է։ Մոսկվան 205 ռուս զինծառայող է վերադարձրել, Կիևին է փոխանցվել 205 զինվորական։ Այս մասին RBK-ին հայտնել է ռազմական գործողության հարցերով խորհրդարանական համակարգող խմբի ներկայացուցիչ Պետդումայի падգամավոր Շամսայել Սարալիևը։ Փոխանակման մասին հայտնել է նաև Պաշտպանության նախարարությունը։ Փոխանակումը տեղի ունեցել ԱՄԷ-ի միջնորդությամբ, ինչպես հստակեցրել է գերատեսչությունը, ռուս զինծառայողներն արդեն գտնվում են Բելարուսի տարածքում, մոտ ժամանակներս նրանց կտեղափոխեն Ռուսաստան, հայտնել է Պաշտպանության նախարարությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խայտարակություն է անվանել Հնդկաստան-Պակիստան հակամարտությունը։ Նրա խոսքերը մեջբերում է NBC News-ը։ Խայտարակությունը ասել է նա Հնդկաստանն ու Պակիստանը պայքարել են դարեր։ Հավելել է նա. «Հուսով եմ հակամարտությունը շուտով կավարտվի», եզրափակել է Թրամփը։ ԱՄՆ-ն Կարմիր ծովում կորցրել է երկրորդ FA-18 Super Hornet կործանիչային կրկին։ Ընկել է ամերիկյան USS Harry S. Truman ատոմային ավիակրի վրայից, հայտնում է CNN-ը վկայակոչելով իրավիճակին ծանոթ 5 աղբյուրների։ Սույկ պատճառը դեռ հայտնի չէ, սակայն ըստ տվյալների, երբ ավիակիրը վայրեջք էր կատարում, պահպանման համակարգում խափանում է տեղի ունեցել, ինչի պատճառով օդաչուն եւ սպան ստիպված են եղել ինքնանետվել, հայտնել է պարբերականը։ Նրանց արդեն գտել է փրկարարական ուղղաթիռը, վերջիններս աննշան վնասվածքներ են ստացել, հավելել են աղբյուրները։ Ռուսաստանի իշխանությունները չեն ստացել Ուկրաինայի առաջարկը մարտական շփման գծի երկայնքով ապա ռազմականացված գոտի կազմակերպելու մասին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը, Կիևից այդ կապակցությամբ ոչ մի հայտարարություն չի եղել, ասել են նա, պատասխանելով Ռուսաստանի նման առաջարկը դիտարկելու պատրաստակամության մասին հարցին։ Խոսքը Ուկրաինայի գաղափարի մասին է, որը նախորդին ներկայացրել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը։ Այն կայանում է նրանում, որ սառեցվի հակամարտությունը ընթացիկ մարտական շփման գծերով եւ ստեղծվի 30 կիլոմետրանոց ապառազմականացված գոտի։ Իրանի իշխանությունները պետք է ճիշտ որոշում կայացնեն եւ հրաժարվեն միջուկային զենք ստանալու հնարավորությունից, այլապես ԱՄՆ-ին այլընտրանք չեն թողնի։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին։ Սա Իրանի պատմության մեջ ամենակարևոր պահն է եւ հուսում եմ, որ նրանք ամեն ինչ ճիշտ կանեն։ Կցանկանայի տեսնել խաղաղության համաձայնագիր։ Իրանցիները չեն կարող միջուկային զենք ունենալ, մենք չենք ցանկանում անել մի բան, որը կարող է վնասել Իրանին, ասել է Թրամփը։ Եթե Իրանը որոշի գնալ միջուկային զենքի ստեղծման ճանապարհով, ապա մեզ այլընտրանք չի թողնի, հավելել է նախագահը։ ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի տոնակատարության ժամանակ երրորդյա զինադադարի մասին Ռուսաստանի ղեկավարի որոշումը մնում է ուժի մեջ։ Այո, սա ռուսական կողմի նախագահ Պուտինի նախաձեռնությունն է, այն մնում է ուժի մեջ, նշել է Պեսկովը։ Մոսկվայի եւ Բերլինի երկկողմ հարաբերությունները գրեթե ամբողջությամբ փլուզվել են։ Այս մասին հայտարարել է ՌԴԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Գերմանացի քաղաքական գործիչների բազմաթիվ ռազմատենչ ռուսաֆոբ հայտարարությունների ֆոնին մեր երկրների միջև հարաբերությունների բարելավում ակնկալելու հիմքեր չկան, ասել է Զախարովան։ Դիվանագետի խոսքով ռուս-գերմանական հարաբերությունների քայքայման գործընթացը սկսվել է Օլաֆ Շոլցի օրոք, ով հրաժարական է տվել Գերմանիայի կանցլերի պաշտոնից։ Զախարովան կարծում է, որ Գերմանիայի նոր կառավարությունը միայն կվատթարացնի այս իրավիճակը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին կմասնակցի Մոսկվայում կայանալիք հաղթանակի շքերթին։ Այս մասին նա լրագրողներին ասել է խորհրդարանում։ Այո, գնալու եմ, ասել է նա, պատասխանելով համապատասխան հարցին։ Հիշեցնենք, որ Փաշինյանի Մոսկվայցի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ Դատապարտյալների պայմանները չպետք է լինեն հիանալի եւ հրաշալի կամ ճոխ։ Այս մասին հայտարարել է Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը, նշելով, որ անում են ամեն բան նորմալ պայմաններ ապահովելու համար։ Երևանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատունը մայիսի 30-ից անցնում է ներգաղթային եւ ոչ ներգաղթային դիմումների համար հարցազրույցի նշանակման եւ պահանջվող փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգի։ Մայիսի 18-ից հարցազրույցի ամրագրման ներկայիս համակարգը կդադարի գործել, կայքեջը հասանելի կլինի միայն ընթերցման ռեժիմով եւ այլևս չեն կարողանա հարցազրույցի օր ամրագրել, սուրհանդակային ծառայությունից օգտվելու լիազորագիր ստեղծել, հարցազրույցին չներկայանալու մասին հայտ ներկայացնել, հարցազրույցի ավելի վաղ օր խնդրելու դիմում ներկայացնել, դիմորդների համար ընթացիկ համակարգով վճարման անդորրագիր ստանալու եւ վճարում կատարելու վերջնաժամկետը մայիսի 14-ն է, ասված է հայտարարության մեջ։ Հունաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 7-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Կիպրոս համագործակցությանը վերաբերող հարցեր։ Նրանք անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի։
Մահացել է Տաշիր գրուպ ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի եւ քաղաքական գործիչ Կարեն Կարապետյանների հայրը Սարգիս Կարապետյանը։ Հոգեհանգիստը կկայանա մայիսի 9-ին ժամը 18:00-ին Տաշիր քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Հուղարկավորությունը հաջորդ օրը ժամը 13-ին նույն եկեղեցուց։ Տյումենի հայերի միության նախագահ Աբրահամ Հովեյանը ուղերձ է հղել հաղթանակի օրվա առթիվ։ Մայիսի 9-ը հատուկ օր է մեծ հաղթանակի եւ ԽՍՀՄ ժողովուրդների հերոսական սխրանքի օրը։ Այո, սա մեր ընդհանուր սուրբ տոնն է։ Ի վերջո հայրենական մեծ պատերազմում հաղթանակը դարձավ խորհրդային ժողովրդի անհավատ ալիքաջության, աննկուն կամքի եւ հոգեվոր մեծության խորհրդանիշը։ Դժվար է պատկերացնել, թե ինչ դժվարությունների միջով են անցել մեր նախնիները հանուն ընդհանուր հաղթանակի, որը միավորել է խորհրդային միության տարբեր ժողովուրդներին։ Չնայած այն հանգամանքին, որ հաղթանակը թանկ արժեցավ խորհրդային միության համար, խորհրդային զինվորը կարողացավ կորուստների, դժվարությունների եւ սովի մեջ պահպանել եւ կրել իր ազգային բնավորության լավագույն գծերը։ Դրանով ցուցաբերելով ընկերակցության եւ բարեկամության բարձր զգացում խորհրդային միության բոլոր ժողովուրդների ներկայացուցիչների հետ։ Սա եւս մեկ անգամ ապացուցեց այն պարզ ճշմարտությունը, որ ժողովուրդն անպարտելի է, եթե միասնական է։ 2023 թվականին Տյումենում բացվեց ռուս-հայկական բարեկամության այգին, որը կրում է խորհրդային միության կրկնակի հերոս մարշալ Իվան Խրիստոֆորովիչ Բաղրամյանի անունը։ Հուշարձանի հանդիսավոր բացման օրը Տյումենի հայկական մշակութային կենտրոնի գործունեության շրջանակներում գործող Նաիրի պարային համույթի սաները կրկնեցին իրենց նախապապերի Քոչարի հաղթական պարը։ Այդ օրը պատվավոր հյուրերի թվում էր նաև հայրենական մեծ պատերազմի վետերան Հայաստանից Տյումեն եկած 99-ամյա Ներսես Օգանեսովիչ Սիմոնյանը։ Թող հաղթանակը եւ դրա հիշատակը միշտ մեզ հետ լինեն, մեր սրտերում բարի ձեռնարկումներ, մշտական հոգատարություն ավագ սերնդի նկատմամբ եւ աշխատանքում ի բարօրություն հայրենիքի։ Շնորհավոր տոներ, շնորհավոր մեծ հաղթանակի օր, ասված է ուղերձում։ Հնդկաստանը եւ Պակիստանը հաղորդել են ավիահարվածներից հետո տասնյակ զոհերի մասին։ Այս մասին հայտնում է Reuters-ը, վկայակոչելով հնդկական ոստիկանությանը։ Անվտանգության ուժերի տվյալներով Նյու Դելհիի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրում պակիստանյան հարվածների հետևանքով 10 հնդիկ է զոհվել, եւս 48-ը վիրավորվել է։ Պակիստանի իշխանությունները հայտնել են, որ հնդկական հարվածների արդյունքում 26 խաղաղ բնակիչ է զոհվել, 46-ը վիրավորվել։ Եգիպտոսը եւ Քաթարը, որոնք Միացյալ Նահանգների հետ միասին միջնորդներ են Պաղեստինյան համար շարժման եւ իսրայելական կողմի միջև Գազայի հատվածում կարգավորման վերաբերյալ անուղղակի բանակցություններում պնդում են, որ անկլավի բնակչությանն ուղղված մարդասիրական օգնության մատակարարումներն ու բաշխումը վերահսկեն ամերիկացի ներկայացուցիչները, այլ ոչ թե Իսրայելը, այս մասին հաղորդում է ՄԱԿ գործակալությունը։ Տեղեկատվության համաձայն արաբ միջնորդները տեղեկացրել են Միացյալ Նահանգներին, որ մերժում են Գազայում մարդասիրական օգնության մատակարարման եւ բաշխման պատասխանատվությունն Իսրայելին փոխանցելու վերաբերյալ առաջարկը։ Խորհրդակցություններն այժմ կենտրոնացած են այն բանի վրա, որ Միացյալ Նահանգները ունենա հնարավորություն վերահսկելու մարդասիրական մատակարարումների հոսքը դեպի Գազա եւ դրանց բաշխումն անկլավի ներսում։ Եղանակը այսօր։ Հիդրոթերապևտաբանության եւ մոնիթորինգի կենտրոն ՊՕԱԿ-ը հայտնում է մայիսի 8-ին կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում են կարճատև անձրև եւ ամպրոպ, առանձին հատվածներում կարկուտ։ Շիրակում, Լոռիում եւ Տավուշում սպասվող անձրևները կլինեն հորդառատ։